Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ եւ վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանը, բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Ձեր ծրագրային դրույթներից կարևորը որ այսպես նաեւ հնչեղություն ստացավ Եմեն Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցն է, ինչպես եք դանելու, որ ցնցումներ չառաջանան Հայաստանի համար հատկապես Ռուսաստանի կողմից այդ թեմայի նկատմամբ որոշակի սպառնալից տոնայնությունը նկատի անելով պատժամիջոցներ եթե կիրառվեցին, ինչ եք անել, որ Հայաստանի տնտեսությունը չփլուզվի, որն է ձեր, այսպես ասենք, տեսլականի հիմքը այս իմաստով։ Ես մտածում եմ դուք առաջին հարցը կտաք Հայաստանի Հանրապետության ներկայացության մասին, որ մենք գլորվում ենք բռնապետության ենք վերածվում, որ քաղաքական Ձեբատի ժամանակ Արտուր Օսիպյանին ձերբակալում տանում են, որ բացատրական աշխատանքներ են, ավաղ Եվրամիությունից եք սկսում, բայց եթե Չէ, եկեք այդտեղից սկսենք, այդտեղից գնանք առաջ, այո, նախ ես համարում եմ, որ խիստ մտահոգիչ է նման ցածր որակի քաղաքական գործիչներ, որ կան ու հավակնում են կրկիների վերարտադրվել կամ դառնալ վարչապետ, իրար համբալներով են դիմում։ Սա մեզ պատիվ բերում է, որ տարբեր բևեռներ համբալներով են իրար դիմում, իրար արձագանքում են եւ հարցակվում են, նախ այդ խուլիգանական բառապաշարը, որ արտահայտում են, իրանք գիտեն դրա ծագումը որտեղից է գալիս, կամ գիտեն կզացնել բառը ինչ է նշանակում։ Կնոջ հետ այդ տեսակ կարելի է խոսել։ Ես ցավում եմ մեր իրավիճակը, որ մենք ապրում ենք եւ կրկնակի ավելի ցավում եմ այն ուժերի ու լրատվականներին, ովքեր որ ձեռքերն արյունոտում են, նման իրավիճակում պղտոր ջրում ձուկ որսալու համար եւ հնարավորություններ ընձեռելու գործող իշխանություններին եւ այդ կոլաբորացիոնիստ ընդդիմությանը վերարտադրվելու կամ իշխանությունը վերազավթելու համար։ Նկատի ունեք միտումնավոր են այդպեսի միտումնավոր, այո, եւ կալուգաներից են խառնվել իրար, ինչ որ բլոգերների են վարձում, ստեղ-ընդեղ նստում վեր են կանում մեր քաղաքական ուժը կապում են գործող իշխանությունների եւ գործող իշխանություններն էլ իրենց պատշաճ չեն պահում։ Սա ինչ վարքագիծ է, սա ինչ վերաբերմունք է առասարակ հայ ժողովրդի նկատմամբ։ Արտուր Օսիպյանը հայրենասեր անձնավորություն է, հայրենասեր։ Ո՞րն է ձեր գնահատականը այդ դրվագի վերաբերյալ։ Այդ դրվագի վերաբերյալ իհարկե այդ մոտեցումը, որը որ ոճաբանությունը, ժեստիկուլյացիաները եւ բորբոքված կեցվածքը իմ սրտով չէ, ես նման կերպ չէի անի իհարկե, բայց երկրի ղեկավարներ կարող էր զգուշացնել, ասել, եթե այդ ժեստիկուլյացիաներով, այդ ոճով պետքա հետս խոսես, դադարեցնում եմ հնարավորությունը ինձ հետ խոսելու։ Եվ եթե կշարունակեր, շուռ էր գալի, գնում էր ընդամենը։ Չնշանակում Ռադետ Քաշի, համբալ։ Սա ինչ լեզվամտածողություն է եւ ինչ խոսույթ է, էլի։ Դուք որտեղից եկել եք ու որտեղ եք հասել ու դուք միջև հիմա մակարդակ չեք ձեռք բերել։ Դուք ուզում եք նորից էլի վերարտադրվեք։ Շատ շատերը չեն ճանաչում Արտուր Օսիպյանը Արցախում էլ է պատերազմին մասնակցել, Արցախի դասալիկ եւ կոլաբորացիոնիստ իշխանությունների դեմ է գնացել։ Իմ տեղեկություններով Շուշիի բանտում կտանքների են ենթարկել, մահվան սպառնալիք են հնչեցրել, բայց այդ անձնավորությունը ռուս այդ չակերտավոր ասած բռնազավթիչների դեմ է գնացել, թուրքերի դեմ է գնացել։ Ոնց կարելի է ասել, այդ անձնավորությունը, ընդ որում բոլոր թեզիսների հետ ես համաձայն եմ նրա կողմից բարձրացրած։ Ես նրա հետ երկար եմ զրուցել։ Նա շատ լավ եւ խորությամբ տիրապետում է Արցախի հիմնախնդրին եւ Արցախի վերաբերյալ իրականացած հանցագործություններին։ Չկա այդպես մի փաստաթուղթ, որ Արցախը ճանաչված լինի Ադրբեջանի կազմում։ Չկա այդպես փաստաթուղթ պատմության մեջ։ Այնպես որ գիշերը որ պարկում եք քնելու ձեր համար արդարացումներ եք քթել, որ քունները տանի կարանակ քտնեք, կեղծ է դա։ Դուք եք տվել Ղարաբաղը։ Շատ լավ, եթե այդ մասով էլի ասելիք ունեք, այդ դուք դրվագ եք հիշատակում, բայց դա միակ դրվագը չի, երբ որ վարչապետին մոտենում են քաղաքացիներ, Արցախի մեր հայրենակիցներ, նրանցից շատերը եւ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, Փաշինյանն էլ կարծես թե պաշտպանվում է, ասում է, ես չեմ հանձնել կամ այսպես դուք եք փախել, ոնց պետք է այս հարցը մեր հանրությունում ի վերջո պատասխանի ստանա։ Միայն այդ խոսույթը, որ ասում է դուք եք փախել, ես չեմ հանձնել։ Մեր զինվորներին միայնակ եք թողել խրամատները։ Արդեն նշանակում է, որ ինքն է հանձնել։
Որտեվ չի կարելի նման կերպ խոսել քաղաքացիների հետ։ Պետության ղեկավարը պետական մարմինի իրավունք չունի նման կերպ խոսի։ Քեզ հարց են տալիս, որքանով որ տեղյակ եմ, այս թիվը ճշտել է պետք։ 31 միլիարդ դրամ փող է հոսել Արցախ։ 1 միլիարդն է վերադարձել, որքանով որ տեղյակ եմ, խնդրում եմ դուք էլ լրագրողական հետախուզություն հասկացեք, ճշտեք։ Մնացածը լափել են, բայց ժողովրդին չի հասել։ Գումարը հատկացրել ես, ինչի՞ չես վերահսկել։ Ինչի՞ չես վերահսկել, ում գրպանն է գնում, ոնց է փոշի անում։ Ինչի տալիս ես, տենց սրտի մխիթարանք ու քաշվում ես մի կողմ, այտենց են երկիր ղեկավարում, այտենց են երկիրը առաջ տանում։ Հայելային զորքերի հետ քաշումը, որ իրականացրեցիք Արտուր Օսիպյանն էր մեղավոր։ Ամբողջ Բերձորի եւ Քարվաճարի լեռները, անառիկ լեռները ամրոցի նման տվեցիք ուղակի, որից հետո Բերձորի Միջանցքը ուղակի օկուպացիայի մեջ ընկավ։ Չի կարելի, նման խոսույթով չի կարելի։ Իհարկե, ես էլի եմ ասում, որ մեր ժողովուրդը պետք է մի քիչ զուսպ գտնվի, առավել եւս բռնություն չիրականացնի պաշտոնատար անձանց նկատմամբ, որտեղ մենք ունենք պետություն, պետությունը պետք է այդ ամեն հարցերով զբաղվի։ Սանձարձակ վիրավորական հայհոյախառն վիրավորանքներ չի կարելի հասցնել, բայց Բարսասյան պաշտոնյաները մոդել չունեն վարքի։ Իսկ պատերազմի մասին ճշմարտությունը մի օր ի հայտ գալու է եւ ինչպես է ի հայտ գալ, գիտեք ինչպիսի ճշմարտություն, կարող մի քիչ պոպուլիստական եմ կողմից հնչում ճշմարտություն բառը, ամեն մեկի ճշմարտություն ունի, փաստը մեկնաբանում են ով ոնց ուզում է եւ այլն, այսինքն այս ագրեսիվությունը մեր ներսի իրար նկատմամբ այս թեմայով նվազի գոնե ինչ որ մի արժանահավատ պատմություն ձևավորվի մեր հանրային գիտակցության մեջ պատերազմի պատճառների ելքի պարտության, որ այսպիսի միջադեպեր չունենանք, այսօր Փաշինյանին են մեղադրում, վաղ մյուսին։ Հայաստանում արդարությունը վերականգնված չի եւ դա կախված է բացառապես առաջին դեմքից։ Այն անձնավորությունը, որը որ առաջին դեմքի կարգավիճակով հանդես կգա, եթե բախտներս բերի նորմալ մարդ լինի, արդարությունը կվերականգնի։ Եթե արդարությունը վերականգնեց, ատելությունը կվերանա։ Եթե պետքա վերարտադրվեն նորից ներկաները կամ հետ գան նախկինները, մոռացեք։ Ամեն ինչ գնալով վատթարանալու է։ Պետք է արդարությունը վերականգնել։ Եվ ի վերջո պատերազմի վերաբերյալ ամեն ինչ էլ արդեն պարզ է եւ շատ ավելի։ Այլապես ինչ էր գերգախնի գրիֆի տակ անցնում։ Ինչ են տարել դրել պետական գախնի փաստաթղթերի դարակին։ Նշանակում է, որ այնտեղ ամեն ինչ բացահայտ է եւ ամեն ինչ պարզ է միջև վերջի ստորակետը, ով ինչ է արել եւ որքան է արել ու ինչ է արել։ Մարտի դաշտում էլ էր դա երևում։ Մարտի դաշտում։ Ինչ է նշանակում 2 միլիարդ դոլարի սպառազինություն թողնել Արցախում, երբ որ դու հնարավորություն ունեիր դու դա դուրս բերելու։ Հայաստանի Հանրապետության զրահատեխնիկան տանես այնտեղ, ասես դե հետո էլ բերելու հնարավորություն չեմ ունենա, միանգամից տանեմ, որ փաթեթով հանձնես։ Ի վերջո եկեք հասկանանք, թե Արայիկ Հարությունյանին ով սատար կանգնեց, որ նա դարձավ նախագահ։ Մի քիչ շատ ավելի Արայիկ Հարությունյանից ավելի համեստ կերպար կար այնտեղ, որ կարելի էր այդ մարդու կողքը կանգնել այն ժամանակ, համենայն դեպս համակարգի ներկայացուցիչ չէր լինի։ Մասիս Մալյանին նկատի։ Կարծում եմ այո։ Իսկ իմ առաջին հարցի վերաբերյալ։ Առաջին հարցի վերաբերյալ, եթե դուք վանդակում եք գտնվում եւ ջանքեր չեք կիրառում վանդակից դուրս բրցնելու, ապա ինքնիշխանությունը կորցնելու եք։ Իհարկե դժվարություններ կա, անցնցում իրականացնելու համար բավականաչափ տնտեսագետներ էլ կան։ Բացատրական աշխատանք տանելով, մարդկանց խնայողական հնարավորություններ ցույց տալով, բացատրելով, ալտերնատիվ էներգակիրների որոնմամբ, միջանկյալ շուկաների դուրս գալու մեթոդով, այսինքն այստեղ գերտերություններն է կարող են մեծապես մեզ օժանդակել, որ միջանկյալ շուկաներ մենք գնանք։ Եվ հարցը տանել առաջ։ Ուղղակի Եվրամիության անդամակցելու հայց, երբ որ ներկայացվի, լայնածավալ աշխատանք պետք է արվի։ Այս կադրային կապիտալով դուք պատկերացնում եք լայնածավալ աշխատանք է կատարվելու։ Անհնարին է։ Որպեսզի Եվրամիությանը ինտեգրվելու հարց լուծվի, Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի մերիտոկրատիա, արժանիների իշխանություն, շնորհապետություն։ Քանի դուք չեք նախաձեռնել շնորհապետության կյանքի կոչումը, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան չի փոխվելու։ Կոռուպցիայի դրսևորումներից մեկը նեպոտիզմն է։ Ծանոթ խնամի բարեկամ։ Այդ ծանոթ խնամի բարեկամներով հավաքվել են լրջագույն պաշտոններում նստած են։
Ոնց եք ուզում բան փոխվի։ Ժողովրդին էլ մատի փաթաթան են սարքել, դուք զգացել եք խոստումներ են տալիս նախընտրական, որ իրանցից կախված չի։ Օրինակ ապագա կա։ Օրինակ խաղաղությանը տեր կանգնիր։ Ոչ ապագան, ոչ խաղաղությունը քեզանից կախված չի, եղբայր։ Բայց արդեն քեզանից կախված այն, որ դու քո նախընտրական համաժողովի ընթացքում ընդունում ես հռչակագիր, համաձայն որի դու 4-րդ հանրապետություն ես հիմնում, եւ նույն Արտուր Օսիպյանի հետ բանավեճի ժամանակ դու ասեցիր, որ դու դեմ ես անկախության հռչակագրին։ Այս ժողովուրդը պետքա դրան ուշադրություն դարձնի։ Արդեն էլ չի խափում, բացեիբաց ասում է։ Սահմանադրության նախաբանում լինելուն, ինչքան գիտեմ։ Պետության, գոյության հռչակագրի սահմանադրության նախաբանում լինելուն եւ ինքնիշխանության հիմքերին է դեմ։ Այդ ձեր կարծիքով ինչու այն պետք է մնա մեր սահմանադրությունը, անկախության հռչակագրին հղումը մեր սահմանադրության նախաբանում։ Որտեղ սահմանադրի իրավական կարգը հռչակագրից բխող փաստաթուղթ է, փաստաթղթերի ամբողջություն է, այդպես կարելի ասել։ Անկախության հռչակագիրը քո գոյության հիմնավորումն է։ Ինչի ես դու գոյություն ունենում, որովհետև դու առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հաղթանակ տարած կողմ ես եւ անկախությունդ վերականգնած կողմ ես, ընդ որում ազգերի լիգայի կողմից ճանաչված։ Եթե թո 1920 թվականի դեկտեմբերի 2-ին եկան բռնազավթեցին Հայաստանը, ապօրինաբար, աշխարհը չճանաչեց ընդ որում։ 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով մեկնարկեց վերաանկախացման գործընթացի սկիզբը։ Եթե այդ անկախության հռչակագիրը հանում ես, տակը մնում է մենակ Բելովեժյան պակտով ԱՊՀ-ի փաստաթուղթը, որն էլ դուք արդեն ստորագրել եք։ Այսինքն դուք ինքնիշխանություն չունեք։ Այդ դեպքում Ռուսաստանը չի ճանաչի ձեր ինքնիշխանությունը, որտեղ դուք ուրիշ պետություն եք ուզում կայացնեք։ Եթե դու չես վերադառնում հիմքին, հիմքդ նա է, որ վերանկախացել ես Հայաստանի Հանրապետությունն է սա 1918 թվականին ձևավորված, որը որ պատերազմով հաղթանակի տանելու հանգամանք է, ապա Ռուսաստանը չի ճանաչում քո անկախությունը, Թուրքիան չի ճանաչում։ Ինչա մի հատ էլ խոշոր պատերազմի մեջ ընկնենք, հաղթենք, որ հնարավորություն ունենանք անկախ լինելու, մի հատ էլ եք Սարդարապատ ուզում։ Այնա մի հատ եղել է, բավարարվեք էլի։ Արամ Մանուկյանը Սարդարապատի ճակատամարտը այն ժամանակ հաղթեց հայ ժողովրդի սխրանքներով։ Գալիպոլի դիվիզիան 70,000 անոց հաղթեցին։ Էլ ինչ եք ժողովրդին ուզում տանեք եւս մեկ այտենց արճակատման, են էլ էս իրավիճակում սրանք կռվող են։ Հետո էլ ասել են ժողովրդի վրա մատ են թափ տալու, ասել են փախակ։ Փախակ մարտի դաշտից։ Ուզում եք անկախ պետություն ունենաք։ Այդ ձեր կարծիքով այս տարածաշրջանում Հայաստանի չեմ ասի գոյատևման կամ հեգեմոնիայի, այլ հարատևության գաղտնիքը ո՞րն է։ Չեմ ուզում շատ վերամբարձ ռազմավարական ընտրանին, էլիտայի կերպը։ Նկատի ունեմ ինչպիսի հարաբերություններ պետք է հարևանների հետ ունենալ կամ այլ պետություններ, ո՞րն է ձեր տեսակետը։ Երկրի պոտենցիալի բարձրացման ուղղված պետք է լինի, արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ձեր ազգային շահերին։ Եթե երկրի պոտենցիալը չես բարձրացնում, ոչ մեկ հետը չի զրուցի։ Ոչ մեկ։ Կունե զրկեն, կթալանեն, կկողոպտեին, տարածքները կգրավեն կտոր, հետո օրվա իշխանությունները կկանգնեն, կասեն մեզանից առաջ տվել էին, այդ մենք չտվեցինք։ Հետո կարող են ասեն, ես իմ փաստաթղթի համաձայն այդ գետը տեղ պետք չլիներ։ Հետո պետք է ասեն Գյուլիստանի Թուրքմենչայի պայմանագրերով այլ բաներ սահմանված, նա ավելի շուտ է եղել։ Հետո մի օր կասեն, դուք այն հին հայերի հետ ընդհանրապես կապ չունեք, Ժորժ ջան, դուք ոնց որ Ադրբեջանն է ասում, Հնդկաստանից եք եկել։ Այդ է սպառնում մեզ, եթե ռազմաքաղաքական էլիտա չփոխվի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց հիմա վիճակը նետված է։ Քաղաքական հիմնական խաղացողները էլի նախկին եւ ներկա իշխանություններն են։ Արդյոք ձեզ դուք ունեք այդպիսի տվյալներ, որ հաջողվելու է, չգիտեմ, իշխանափոխություն անել կամ ընդդիմափոխություն անել, այսինքն այդ ձեր ասած մերժելի էլիտայի ինչ որ մի մասին փոխել կամ իշխանության դաշտում, եթե
գաք իշխանության կամ ընդդիմության դաշտում, եթե խորհրդան ասենք։ Օրինակ դուք օրինակ հիմա ապա տեղեկատվություն եք տարածում կամ պետք է հիմնավորեք։ Համաձայն ինչի եք ասում, որ հիմնական խաղացողները նրանք են։ Ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման։ Ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման, այդ ձեր ասած հիմնական խաղացողները հիմնական Չէ, չեն։ դուք չեք անցնում խորհրդան ըստ այդ հարցման։ Չէ, մենք բավականաչափ լուրջ դիրքավորում ունենք, ընդ որում 2-3 ամսվա տվյալներ են, մնացած ուրիշ սոցիոլոգիական հարցումներ մեզ համար հիմք չեն։ Այսինքն դուք ձեր հարցումներն եք մենակ հավաքում։ Միայն մեր հարցումները չի, դրանք այլ հարցումներ են, որոնք որ մեզ հասել են, եւ այս աղբյուրները իրավունք չունեն բացազատելու եւ մենք այցելություններ ենք անում։ Մեր մարզերում եւ գյուղերում բավականաչափ ճանաչված է Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը եւ դա կեղծ նարատիվ է, որ նրանք են հիմնական խաղացողները։ Ոնց կարելի է այդ 4 գլխանի վիշապին Ես հղում արեցի։ Համարել, չէ, դուք հղում արեցիք միջազգային հանրապետական, ընդ որում ասեմ ես ձեզ, նախընտրական քարոզչության ընթացքում յուրաքանչյուր 10 օրը մեկ պատկեր է փոխվում։ Յուրաքանչյուր 10 օրը մեկ։ Եվ ժողովուրդը չի կարելի մարդկանց ուղակի մոլորեցնել կամ դնել, չգիտեմ ինչի տեղ։ Հունիսի 8-ին կտեսնենք խորհրդանացակ թե կտեսնենք, բայց հունիսի 8-ին ընթառաջ մենք պետք է վերահսկենք, որ ընտրությունները պատշաճ անցնեն, որտեղ գուցե եւ ընտրախախտումներ տեղի ունենան, ինչի ռիսկերը հիմա էլ կա։ Եթե պետք է լինեն, կարող է եւ չճանաչվեն ընտրությունների արդյունքները մեր կողմից։ Կապրենք, կտեսնենք։ Եթե չանցնեք խորհրդան, չեն ճանաչվելու։ Եթե ընտրախախտումներ եղան, ընտրությունները չեն ճանաչվի, եթե ընտրախախտումներ չեղան, ապա ցանկացած կարգավիճակ մենք պատրաստ ենք ընդունել Շնորհապետական Կուսակցության համար 3 ձևաչափներ ընդունելի են։ Նույնիսկ պարտությունը, երբ որ դու արտախորհրդարանական ուժ ես մնում, կամ մտնում ես խորհրդարան ոչ կարևոր դիրքերում, կամ հաղթում ես։ 3 սցենարներն էլ մեզ ընդունելի են, բայց եթե արդար ընտրություններ են տեղի ունեցել, կապրենք, կտեսնենք։ Իսկ որ ինձ ապատեղեկատվության մեջ մեղադրեցիք, ձեր հարցումներով, այն հարցումները, որին դուք հավատում եք, ինչ շանսեր ունեք։ Բավականաչափ բարձր են։ 1 ամիս առաջ Բայց իմ հարցը չմոռանաք, չէ՞, էլիտայի փոփոխության մասին, այո։ Մոտ 1 ամիս առաջ մեր տեղեկատվությամբ երկրորդ, երրորդ տեղով էինք ընթանում, հիմա գուցեև բավականաչափ ավելի բարձր լինենք, տեսնենք։ Ես չեմ ուզում ասել, որ դա ճշմարտության վերին ինստանցիան է։ Պարզապես եթե կա հակընդդեմ կարծիք, մի կարծիքի տեսակը չի կարելի առաջ մղել որպես ճշմարտություն։ Հա, չէ, ես հղում եմ անում կոնկրետ, չէ, այդ հղումն էլ նախ նրանց օբյեկտիվությունն էլ կարելի է կասկածի տակ դնել, ամեն ինչ կարելի է կասկածի տակ դնել, հարաբերական ինչ որ մի բան են կատարում, անգամ իրենց հարցումների վերջում էլ են գրում, ասում են անճշտությունների մակարդակ կա եւ այլն եւ այլն։ Էլիտաների փոփոխություն պետք է լինի եւ դա ժողովրդի։ Իմ ասածը գիտեք որն է, օքեյ, դուք նոր ուժ եք եւ խնդիր ունեք դեռևս ապացուցելու ձեր կարողունակության եւ այս ընտրությունները, եթե հնարավորություն չստանաս։ Եվ այս ընտրությունները միգուցե հնարավորություն են։ Իմ ասածը ո՞րն է, որ էլի մեծ ռեսուրսները այդ ուժերի ձեռքին են։ Ես ինչքան գիտեմ, դուք 7 թե 8 միլիոն եք նվիրաբերել կուսակցությանը եւ դա հեչ դա նախընտրական ծախսն է, բայց շատ ավելին է ծախսվում։ Բայց համեմատելի չեն ձեր ռեսուրսները, դա իմ ասածը դա է։ Միանշանակ համեմատելի չեն։ Համեմատելի չեն, թե մեդիա կարողությունները, ես չգիտեմ ձեզ քանի հեռուստաընկերություն են կանչում, ով է կանչում եւ այլն, մենք միշտ ենք կանչել եւ ելու ենք կանչել։ Ասածս այն էր, որ այդ հիմնական ռեսուրսային գործոնները ծանրության էլի նրանց ձեռքին է եւ դուք ինչ էլ անեք չանեք, նրանք էլի խաղի թելադրող են լինելու։ Դուք ինչ եք անելու, որ ճեղքեք այդ ամեն ինչը։ Տեսեք, խաղի թելադրող են դառնալու գովազդային մեթոդներով, իրենց քարոզարշավի ծավալների մակարդակով, բայց խաղի թելադրող չեն կարող լինել ժողովրդի կամարտահայտության մեջ, ժողովուրդը պետք է որոշի ի վերջո։ Մենք համենայն դեպս կարողացել ենք հասնենք մի մակարդակի, երբ որ մենք տեսանելի ենք, եւ մարդիկ արդեն մեզ ճանաչում են եւ բավականաչափ ճանաչելիություն կա։ Մնացածը արդեն մարդկանց դաշտում է եւ ի վերջո տեսեք, եթե անընդհատ այսպիսի սանձարձակ մոտեցումներ մարդիկ անընդհատ տեսնեն, ի վերջո կգա գիտակցությունը տեղ կհասնի, որ փոփոխությունները օրհասական են դարձել։ Հակառակ կողմին նայում ես, ինչ որ բանջարաբոստանային կուլտուրաներից է խոսում, հոգեմետ։ Մյուս կողմին էլ նայում ես, շփվելու ձիրք ու ձև չունեն ժողովրդի հետ։ Լավ, մենք ազգովի պետք է ճեղքենք, ոչ թե դա մի քաղաքական ուժի խնդիր չի։ Դա միայն մասնավոր Հայաստանի Շնորհապետական Կուսակցության խնդիրը չի, այդ անջրպետը ճեղքի։ Դա մեր բոլորի խնդիրն է եւ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը կոչված է որպես այլընտրանք, որ մարդկանց մենք դա տրամադրենք եւ մարդիկ այդ այլընտրանքը օգտագործելով այս շրջափակումից դուրս գան։ Մենք պաշարումից պետք է դուրս գանք, ընկերներ։
Եվ ինչքան շուտ դա գիտակցենք, այդքան լավ։ Ընդ որում բոլոր այն անհատները, ովքեր որ մտածում են, նախ որակական մոնիտորինգ անցկացրեք բառաֆոնդի, կեցվածքի, անցած ճանապարհի եւ մաքրության։ Եթե այդ երկու ընտրանքի մեջ դուք ընտրում եք աղտեղությունը, դա արդեն ձեր խնդիրն է մեծ հաշվով։ Իսկ դուք ինչ այլ ընտրանք եք առաջարկում, այն հիմնական եկեք 3 հիմնական մեխային ծրագիր կամ գաղափար նկարագրեք, որ մարդիկ պետք է ձեզ տեսնեն այլընտրանք եւ այդ ճեղքումը, որ մարդկանց առաջարկում եք միասին անել, կան եւ ձեր ձեռքը բռնեն։ Կարող եք 3 հիմնական բան առաջարկել, որ եւ նախկին իշխանությունը եւ ներկա իշխանությանը դա բնորոշ չի եւ նրանք չեն առաջարկում եւ չգիտեմ, կգրավեք քաղաքացուն։ 2018 թվականին ես այն անհատներից էի գիտության դաշտում, որ կանգնեցի հեղափոխության կողքը։ Աջակցեցի հավատալով, հետո հասկացա, որ ինքնախաբեության մեջ եմ, որ նախկիններին ուղակի դաշտից կմեկուսացվեն եւ կսկսի արդեն Հայաստանի Հանրապետությունը առողջանալ ներսից։ Հավատացի այս անձնավորության խոսույթին, բայց խաբեց։ Արդարություն էր խոստանում, չարեց։ Անվտանգություն էր խոստանում, չապահովեց։ Բարձր տնտեսական աճ էր խոստանում, չիրականացրեց։ Արդյունավետության բարձրացում էր, կոռուպցիայի դադարեցում էր խոստանում, չարեց, եվրոինտեգրում էր խոստանում, չարեց։ Հիմա մեծ հաշվով մենք ասում ենք, որ մենք խաբված ժողովրդի մի մասը լինելով հանդերձ ձգտում ենք 18 թվականի հռչակած լավագույն կետերի կապիտալացմանը։ Նախ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որ ռուպերով ինչ-որ մեկը չֆռա, ասի տարեք սրան ու տանեն։ Լինի իրավական այնպիսի դաշտ, որտեղ որ մարդկանց զսպեն, զսպաշապիկ հագցնեն, ասեն, որ քո իրավասությունների սահմաններից դուրս մի արի։ Հնարավորությունները այստեղ այս ձևաչափով կարող ես անել։ Մենք խոստանում ենք, որ Եվրամիության ասոցիացման հայց պետք է ներկայացնենք եւ իրականացնենք այդ գործընթացի մեկնարկը Հայաստանի Հանրապետությունում, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը դիսբալանսի մեջ է, հորիզոնական եւ աստիճանակարգային կապը, ներառականությունը ապահովված չէ, որ արժանիներին չեն օժտել իշխանությամբ, պրոֆեսիոնալներ չեն զբաղեցնում բարձրաստիճան պաշտոններ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացվի խաղաղությանը միտված գործընթացներ, բայց արժանապատիվ խաղաղության։ Այստեղ նաև Արցախահայերի իրավունքների հարցը կա, որ պաշտպանական անվտանգային քաղաքականությունը բեկումնային պետք է փոխվի, նոր անվտանգային ճարտարապետություն պետք է իրականանա։ Մենք պետք է դուրս գանք հապկից, պետք է ձգտենք երկկողմանի ռազմաքաղաքական դաշինքների Հայաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Միացյալ Նահանգների հետ։ Այդ խճանկարը կարելի է հարստացնել մի քանի եռաթև կամ բազմակողմ դաշինքներով, օրինակ Հայաստան, Հունաստան, Կիպրոս, Հայաստան, Մերձբալթյան երկրներ, Սկանդինավյան երկրներ, համագործակցություն Ուկրաինայի հետ։ Բազմաթիվ հնարավորություններ կան։ Մենք պետք է դուրս գանք հապկից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից։ Եվ ես քանիցս ասել եմ, ինչու պետք է դուրս գանք ԱՊՀ-ից, որովհետեւ եթե դու շարունակում ես մնալ ԱՊՀ-ում, դու քո ինքնիշխանությունը կասկածի տակ ես դնում։ Եթե շարունակում ես մնալ ԵԱՏՄ-ում, դու փլուզվող տնտեսության մաս ես դառնալու։ Ռուսաստանի հիմա կացությունը տեսնում եք ինչ վիճակի մեջ են։ Նշանակում է, որ պետք է միջանկյալ շուկաներ կարողանաս մուտք գործել, որից հետո որակական ցածկ ապրելով մուտքը գործես Եվրամիության շուկա։ Եթե դու կարողանաս հարկային եւ մաքսային արտոնություններ շնորհելով հնարավորություն տաս, որ քո խոշոր բիզնեսը հոսքագծի եւ անձնակազմի թարմացման ծրագրեր իրականացնի, այսինքն շահույթը ներդնի նորից բիզնեսի մեջ։ Արդիականացնի, այսինքն արտադրական։ Իսկ փոքր եւ միջին ձեռնարկությունները ձգտեն մեծանալուն, խոշորանալուն։ Այսինքն այս ծրագրերը մենք իրականացնելու ենք։ Մեր կրթական համակարգի փոփոխություններ պետք է իրականացնենք։ Տեսնում եք մակարդակը ինչն է։ Եթե ուղղակի քաղաքացիները տեսնում են երկրի թիվ 1 պաշտոնին ձգտող անհատները այս խոսույթով են միմյանց նկատմամբ հաղորդ հագցվում, սա աղետ է։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Սա աղետ է ուղղակի։ Ես չեմ ուզում, որ վաղը մյուս օր յուրաքանչյուրս ինչ-որ մի տեղից, եթե ողջ մնանք, լայվ մտնենք ու խելոք բաներ խոսանք, թե ինչ կարելի էր անել երկիրը պահելու համար։ Պարոն Սիմոնյան, իսկ լյուստրացիա անցումային արտադրություն դա կա ձեր ծրագրում։ Միանշանակ։ Ինչու։
Որովհետեւ լյուստրացիան, եթե դու չես իրականացնում, դու ժողովրդին տալիս ես, թողնում ես կեղծ ընտրանքների դաշտում։ Լյուստրացիան չես իրականացրել, եղբայր։ Դա կներ քաղաքական դաշտի մաքրման, այսպես ասենք, գործիքակազմ կարող է լինել, թե միայն իրավապահ համակարգ եւ այլն։ Նայեք, լյուստրացիան ինքը բազմակողմանի է ընթանում։ Այստեղ գալիս է դատական համակարգի մաքրություն։ Եվ կնեք մարդիկ կարող են ասել վրեժխնդրության մասին չի, բացարձակ։ Անձնապես Գուրգեն Սիմոնյանը թշնամի չունի։ Ինձ ոչ մեկ վատություն անձնապես չի արել, որ ես ողտացեմ, ենթադրենք վարչապետ դառնալուց հետո մտածեմ ինչ որ մեկին, չգիտեմ ինչ անեմ, պատժելու, բսկտեմ կամ չգիտեմ ինչ անեմ։ Ինձ անձնապես որևէ մեկը թշնամի չի, գուցե եւ տեսնեն էլ, ժպտանել, բարևեն էլ, Աստված մեր հետ էլ իրենց հետ էլ։ Ինձ դուր չի գալիս նրանց քաղաքականությունը ոչ մեկի։ Հետևաբար լյուստրացիան ոչ թե լինչի դատաստանի մասին է, լյուստրացիան մաքրելու մասին է, որ հաջորդ անգամ пассив ընտրական իրավունքից որոշ անուն ազգանուններ եւ ուժեր չօգտվեն, որ նորից էլի չտեսնեք ընտրացուցակներում Ռոբերտ Քոչարյան դաշինք կամ Նիկոլ Փաշինյան ՔՊ չտեսնեք, դաշնակցություն չտեսնեք։ Հոգնել ենք, արդեն տեսել ենք հանցագործությունների մասշտաբները, չէ՞։ Այդ ուժերը քաղաքական գնահատական են ստանում, անուն ազգանուններ, քաղաքական ուժեր եւ սահմանադրական դատարանի կողմից մերժվում է նրանց пассив ընտրական իրավունքը հուր հավիտյան։ Լյուստրացիան կարող է վերաբերվել նաեւ դատական համակարգի առողջացմանը, լյուստրացիան կարող է վերաբերվել տնտեսական դաշտի առողջացմանը, լյուստրացիան կարող է վերաբերվել մշակույթի եւ պատմության, օրինակ խորհրդային պատմագիտությունը լուրջ վերանայման հարց ունի։ Դրան էլ է պետք է վերանայել։ Այսինքն մինչև դու լյուստրացիա չես իրականացում, ընդ որում դա քանի որ քաղաքական որոշում է, ցանկացած իրավաբան, որ լյուստրացիայի մասին մոտները խոսում է, մի տեսակ ջղաձգումներ են ունենում, որտեղ իրավական առումով դա ապօրինի է։ Բայց այստեղ մի հարց կա։ Օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերով դու արդարությունը չես կարող վերականգնել, որտեղ այդ օրենքը գրել են այն մարդիկ, որոնք որ պետք է զանցանք կատարեն եւ այդ օրենքը դա զանցանք չի համարում։ Դրա համար ինչքան ուզում ես այդ օրենքով նայի, իր երեսը լվանալու ես։ Լյուստրացիան քաղաքական, իրավաքաղաքական գործընթաց է եւ դա բոլոր պետությունները անցնում են բռնազավթումից հետո, որ առողջանան նորմալ երկիր դարձնեն։ Քաղաքական որոշում է պետք կայացնել ազգային ժողովում, ձևավորում է ժամանակավոր հանձնաժողով այլընտրանքային արդարադատության։ Եվ այդ ժամանակավոր հանձնաժողովը իրականացնում է լյուստրացիայի ամբողջ գործընթացը, այնտեղ ներգրաված են լինելու անկողմնակալ իրավաբան, փաստաբաններ եւ արտերկրից եկած մասնագետներ։ Եվ նրանք ամբողջ այդ кейսը նայելու են, որից հետո երեկոյան հանրայինով մարդիկ ծանոթվելու են այն փորձանքների եւ պատուհասների մասին եւ վերջ։ Եթե քրեական տարեր կլինեն որոշ անձանց, որոշ գործիչների կամ ուժերի գործողությունների մեջ, դա արդեն դատական համակարգը պետք է զբաղվի, ոչ մի գործադիր իշխանություն իրավունք չունի ապրիորի քրեական կամ դատական հետապնդումների խոստումներ տա։ Նշանակում է այդ ուժը չի պատկերացնում ուր է գնում կամ դառնալու է փորձանք իր սեփական ժողովրդի համար։ Շատ լավ, վերջում կարող եք հիշեցնել ձեր քվեաթերթիկի համար եւ թե ինչու պետք է ընտրողները մտածեն ձեզ ընտրելու մասին, պարոն Սիմոնյան։ Քվեաթերթիկ համար 4 Հայաստանի Շնորհապետական Կուսակցություն։ Խնդրում եմ գնացեք ընտրությունների, ձայն տվեք նոր ուժերին։ Ում ուզում եք ձայն տվեք, բայց ձայն տվեք նոր ուժերին։ Ոչ թե նորի փաթեթավորման հներին, այլ նոր ուժերին լիարժեք, նոր անուն ազգանունների, դեմքերի։ Եվ Շնորհապետական Կուսակցությունը կոչված է ձեզ այդ այլընտրանքը ներկայացնելու։ Մնացածը ձեր որոշելիքն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Գուրգեն Սիմոնյանին։